Պարոն Գրիգորյան, այդ ինչ կեղծիք էի կարել, որ ՔՊ վարչությունը որոշվեց, որ պետքա ցուցակից դուրս գա։ Ձեր գնահատականը բավականին խիստ է, կուսակցության վարչությունը գտել է, որ գործողություններում ընտրական կարգի հետ, քարոզարշավի կանոնների հետ որոշակի անհամապատասխանություն կա։ Ինչ այդ անհամապատասխանություն։ Ստիպել էիք, հորդորել էիք, ինչ էիք խոստացել։ Զանգել էիք, ներքին կարգով ասել եք ձեզ ընտրել։ Որիցը մեկին, որիցը բան չեմ խոստացել, ինչ վերաբերում է որն է սխալը, ես կարծում եմ իմ մեկնաբանությունները ես տվել եմ վարչությանը ու այլ մարմնի առաջ չեմ պատրաստվում տալ։ Հանրությունը չիմանա ինչի ցուցակից դուրս եկաք, լավագույն Բարի։ Տեսեք, ներկուսակցական ընտրություններ են, ներկուսակցական ընտրությունների վերաբերյալ գոյություն ունի կուսակցության վարչություն, որը որ կարող է վերահսկող հանձնաժողովը նաև, որը որ կարող է քննել տվյալ գործընթացը։ Տվյալ գործընթացը քննվել է եւ տվյալ գործընթացի ընթացքում ես իմ որակումները տվել եմ, վարչությունն էլ որոշում է համապատասխան։ Ներկուսակցականին եք այդպիսի բաներ անում, բա համապետականին ինչ էր կանել։ Ինչպիսի բաներ են անում ծնել։ Բացահայտում, որ Դե գիտենք, որ զանգեր եք արել ձեր կուսակիցներին, օրդորել եք ձեզ ընտրեք։ Հիմա քաղաքացիներին կգնաք, կստիպեք, ասեք, որ գնան ընտրեն ՔՊ-ին, օրինակ։ Որ մենք անընդունելի մի բան արել եք, չէ՞ պարոն Գրիգորյան, որ չեղարկել են բացատրություն եք ներկայացրել։ Հիմա ասեք, մենք էլ իմանանք, ընտրողներն են։ Շատ լավ, ես հասկանում եմ, որ այս գործընթացը որոշակի ինտրիգներ է առաջացել ու ձեր հարցադրումներն են բերելու դրան, որ որոշակի ինտրիգներ առաջանան, բայց ես կարծում եմ ճիշտ կլինի, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ժողովրդավարության վրա որովից է մեկս ցեղջ շպրտի, հա, ես մի բան ասեմ, որ կներեք, թույլ տվեք շարունակեմ։ Տեսեք, օրինակ ընդդիմադիր որոշ կուսակցություններ, այդ թվում նաև այն կուսակցությունները, որոնց որ պարագլխում են կանգնած Ռուսաստանից ուղևորված քաղաքացիները, հա մի րոպե, կներեք, մի րոպե, թող իրենք քաղաքացիական պայմանագիր կուսակցության նման ժողովրդավար լինեն, որտեղ թույլ տվեք, որտեղ որ կուսակցության առաջնորդը վարչապետի թեկնածուն պատվիրակների միջոցով է որոշվում, հաջորդը կուսակցության 50-յակը էլի որոշվում է պատվիրակների միջոցով, այսինքն այս գործընթացը բավականին թույլ կտակ վերջացնեմ։ Ձեր մասին ենք հարցնում, դուք ինչ եք արել, մենք Նիկոլ Փաշինյան ՔՊ-ի։ Ես թույլ տվեք բարի, բոլորը լինեն ժողովրդավար։ Թույլ տվեք սահմանափակվենք այսքանով։ Ես իմ բացատրությունները կուսակցության վարչության առաջ եմ պարտավոր եղել տալ եւ տվել եմ եւ կուսակցության վարչությունը որոշում է կայացրել, որ իմ գործողությունները անհամապատասխանելի են եղել կուսակցության քարոզարշավի կանոնների հետ, այսքանը։ Մնացածը հարգելի նարեք, մնացածը ես գտնվում եմ ոչ թե կուսակցության վարչության առաջ, ես գտնվում եմ լրագրողների առաջ։ Իսկ ձեր հարցադրումը ներկուսակցական գործընթացի, իսկ ձեր հարցադրումը կուսակցության ներքին գործընթացներին է վերաբերում։ Այսինքն, եթե իմ հանրային գործունեության վերաբերյալ լիներ ձեր հարցադրումը, սիրով հանրության առաջ ես պատասխանատու եի, ինչը որ ես ավելի մանրամասն կներկայացնեմ։ Ձեր ընտրությունները համապետական ընտրությունների համար է կայացում, այսինքն դուք ներկուսակցական ընտրության ժամանակ թույլ եք տվել անթույլատրելի արար, որի հետևանքով վարչությունը որոշել է, որ պիտի չմասնակցեք եւ հեռացրել է։ Հիմա ընտրողների մոտ կարող է առաջանալ հարց, այդ ինչ եք արել, որ հեռացրել են, որ իրենք էլ հասկանան համապետական ընտրություններում գնան ձայն տան, չտան։ Դուք կարծում եք, որ մենք օրինակ վատ հարց ենք բարձրացնում կամ ՔՊ-ի ժողովրդավարության վրա ցեղ ենք շպրտում։ Դուք եք շպրտել այդ դեպքում, եթե նման որակում եք տալիս։ Ես մի բան ասեմ, էլի, ձեր որակումները այնուամենայնիվ, էլի, բավականին ուռճացված են, այստեղ ժողովրդավարության մասին չի կարող խոսք գնալ, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը առաջիկայում մասնակցելու է ընտրության եւ ընտրությունները, չգիտեմ, կարող է լավ չկազմակերպվել կամ մեկը մյուսի հետ կապ չունեցող հարցեր են։ Եղել են ներկուսակցական ընտրություններ, շնորհակալություն, թողեք վերջացնեմ։ Եղել են ներկուսակցական ընտրություններ, ներկուսակցական ընտրությունների վերաբերյալ գոյություն ունի հաշվիչ հանձնաժողով,
գոյություն ունի վերահսկող հանձնաժողով, գոյություն ունի վարչություն, վարչությունը դեպքը քննել է եւ գնահատական է տվել եւ մի բան է ձեզ ասեմ, էլի դուք կենտրոնացել եք անձի վրա, դու անձի վրա ես առաջարկում եմ ձեզ ոչ թե անձի վրա կենտրոնանալ, այլ երևույթների վրա, ոնց որ շնորհակալություն հեսա կանադառնալ, ոնց որ մեր հայտնիներից մեկն էր ասում են փոքր ուղեղները քննարկում են անձանց միջին ուղեղները քննարկում են իրադարձությունը, մեծ ուղեղները գաղափարներ։ Հիմա հետեւաբար առաջարկում եմ ձեզ առանձին գաղափարից։ Հետեւաբար առաջարկում այս հարցից փոքրինչ անդրադառնամ, եթե այլ հարցեր ունեք, որը որ Հարցերին չեք պատասխանում, պարոն պատասխան եմ, լսում եմ։ Մենք հստակ ասում ենք, ինչ եք արել, որ ԿՊ վարչությունը վերահսկող հանձնաժողովը որոշել է հեռացնել։ Ես դες հստակ ասում եմ։ Այն ինչը որ քննարկում է վարչության փակ նիստերում, վարչությունը եթե անհրաժեշտություն է համարում, դրա վերաբերյալ հրապարակում անում է։ Այն ինչը անհրաժեշտություն չի համարում, որպեսզի հրապարակի, չի հրապարակում նաև ոչ իմ եւ ոչ որևիցե մեկի կողմից։ Շնորհակալություն։ Ինչ դուք ամեն դեպքում ձերտար եք համարվում։ Ինչ երեսով եք գնալու քաղաքացուն քվեխնդրելու, որ ձեզ նորից ընտրեն։ Դուք ձերտար դեպքում եք զգում։ Ես չգիտեմ, ձեզ ասեմ շնորհակալություն, թե վիրավորվում ձեր որակավորման համար։ Ես կարծում եմ մի րոպե։ Ես կարծում եմ ձեր որակավորումը բավականին կոպիտ է ու ձեզ խնդրում եմ իբրև լրագրող, հա, ձեր որակավորումներում փոքրինչ զուսպ մնաք, վարչությունը որևիցե իր հաստատման կամ որևիցե հայտարարության մեջ, որևիցե կուսակցականին որակավորում չի տվել, որ նա զերծարար է։ Ինչպես կորակեք ձեր քանի։ Ես կարծում եմ, որ վարչությունը ճշգրիտ է գտնվել իր գործողություններում եւ վարչության կատարած գործընթացի վերաբերյալ այլ ավելացնելու բան չունեմ։